Բարև բոլորին ժողովուրդ ջան, այսօր ես շարունակում եմ մեր սուպերմարկետ սիմուլյատորի խաղը եւ նորից բերել եմ ամբողջ իրերը տեղավորել եմ մեր պորկաներում, որպեսզի սկսենք մեր հաջորդ օրը։ Եվ ինչպես նկարից կամ վերնագրից եք հասկացել, այսօր բերելու ենք նոր աշխատող, որպեսզի կասայում աշխատի, ես մնացած գործերով զբաղվեմ։ Եվ քանի որ ամբողջը միայնակ ես չեմ կարողանա անել, դրա համար միանգամից մտնում ենք մենեջմենտ, այնուհետև նայում բաժինը, հեսա կասիր 1, 10-րդ լևելից է բաց, մենք արդեն 12-րդ լևել ենք, $100-ով մենք իրան կանչում ենք եւ օրական $80 ենք տալիս, շատ լավ է։ Միանգամից ընդունում ենք, ինքը հեսա գալու է։ Մի հատ տեսեք դրանից բացի ինչքան բաժիններ այստեղ կա, ապրանքը տանող բերող կա, մարդկանց օգնող կա, ճիշտ ապրանք ընտրելու հարցում, այնուհետև ախրանը նաև կա, կարանք կամերաներ դնենք, գսկենք մեր խանութը, իսկ ամենավերջում ունենալու ենք մաքրող, քանի որ մեր գումարը երիքում է, ես առաջարկում եմ միանգամից դա էլ պատվիրենք, որպեսզի գա։ Էս է մեր կասիրը, հուսով եմ ենք գումարը, որը իրան ենք տալու, իրան արդարացնելու է եւ ինպես մարդկանց սպասարկի։ Իսկ մեր ուբորչիկը լինելու է տատի, որ հատակը կեղտոտեն կամ ինչ-որ զիբիլ բաման գցեն, ինքը հավաքելու է։ Դե ինչ ժողովուրդ ջան, արդեն մեր խանութը ամբողջովին պատրաստ է այսօրվան, ես մենակ պատվերներով եմ զբաղվելու եւ տեսնեմ, որ ապրանքն է քչացել, տեղավորեմ պոլկաներում։ Մի հատ տեսնենք մեր նոր աշխատողը ոնց է աշխատում, արա ის ինչ արագ աշխատում, փաստորեն այն փողը, որը քեզ եմ տալու, էդի ապարդյուն չի, շատ լավ է պրոստը, մի հատ արագությունը նայեք էլի, ես դες դաժե չէի աշխատում։ Արա ես ինչ լավ է ես մենեջերությամբ զբաղվել, ինքը իր համար աշխատում է, ես էլ ապրանքներն եմ տեղավորում, այսի գործ էլ է ժողովուրդ ջան, թե չեն ինչ չէի հասցնում ոչ մեկի հետևից։ Մի հատ տեսեք ինչ կայֆ է, նայում եմ ոնց է աշխատում, ծնկ ու փողերը կաթում է պրոստը, այն արդեն դարձանք 13-րդ լեվել, $1500 փող ունենք։ Արա ես ի՞նչն ա պրծել ժողովուրդ ջան, ալուրը վերջացել է, չունենք, այ հիմա իմ համար հանգիստ պատվիրում ենք 3 հատ ալուր բերեք։ Էս մեր կարծիրջիկը այնքան խառնա չի հասցնում, դաժե լուսն էլ միացնի, ես պետք է միացնեմ արա քո տեղը։ Ես իմ համար տենում եմ, որ ապրանքն ա քչացել, տեղավորում եմ, ինքը իր համար աշխատում է։ Եվ մեր վերջին կլենտը դուրս եկա մեր խանութից, ես մի հատ ամբողջ իրերը դասավորեմ, որ սկսենք մեր հաջորդ օրը։ Իսկ դու լավ աշխատեցիր, այս սրա համար արժեր քեզ փող տալ։ Վերջացնում ենք մեր օրը եւ մաքուր $973 աշխատել ենք, ասում եք մյուս օրվան։ Բալակոնա է, չէ, սոլնա բարձրացե, աղնա բարձրացե, մաստոն, հեսա մի հատ գները վերանայեմ եւ բացենք մեր խանութը։ Վերջ արդեն ես գները փոփոխեցի եւ բացեցինք մեր խանութը, սպասենք մեր կլենտներին։ Այս դռնով մեր սկլադն է լինելու, որը մենք շատ շուտով գնելու ենք եւ այս մեր ամբողջ ապրանքները տեղավորելու ենք պայեստում։ 3 հատ կարակ, 2 հատ հաց, 2 հատ պաստա ու երևի մնացածը արդեն բոլորը կա։ Արա դանդաղ է աշխատում մեր կասիրչիկը, բոլորը ասում են կասի զանյատի, կարող է ես էլ թազը կասա վերցեմ ու ես էլ կողից աշխատեմ։ Լուսը մի հատ նորից միացնում ենք, այսօրը վերջացնենք եւ առավոտը ես նոր կասա բերեմ, իրար հետ աշխատենք, չի հասցնում բոլորին սպասարկի։ Արա դաժե էլի չեմ հասցնում մարդկանց հետևից պատվիրեմ, ինն էլ էլ չեմ կարողանում զակաս տամ, առավոտ մնա ամբողջը բերենք զակաս տանք եւ սկսենք օրը։ Մնացել է մի քանի կլենտ, որ վերջացնենք մեր օրը, բայց մեր աշխատողը դանդաղ աշխատում եւ բոլորը բողոքում է, որ կասայի մերթ է, ես էլ եմ բերելու առավոտ տնեմ կասա, որ իրար հետ աշխատենք։ Վերջացնում ենք նաեւ մեր հաջորդ օրը եւ ունենք ընդհանուր $1300 պլյուս սկսում ենք մեր հաջորդ օրը եւ ամբողջությամբ խանութը լցում եմ, նոր բացելու եմ իմ խանութը։ Ունենք $3000 գումարի խնդիր չունենք եւ ամբողջը 3 հականներով բոլորը պատվիրում ենք։
Ընդհանուր 50 պատվերից ավել չի թվում, սա պատվիրեմ, հաջորդն էլ կպատվիրեմ, կատարել ենք $1300, այս պատվիրենք հիմա թող գա։ Տեսեք ինչա կատարվում մեր խանութի դեմ, այսքանը պետք է դասավորել։ Վերջորդ ամբողջ իրերը դասավորեցինք ներսում, իսկ հիմա սկսենք մեր աշխատանքային օրը։ Քանի դեռ խանութը չեմ բացել, եկեք մի հատ կասա զակաց տանք, որի ես աշխատեմ, չի հասցնում մեր աշխատողը։ Կասայից բացի ես տեսա ուրիշ այլ հետաքրքիր իրեր, ես ինչ-որ օնլայն ձևով է պատվիրում, չգիտեմ ոնց է, կառուպկա է ավելի մեծ մուսերի աման ենք ունենում, իսկ հետո բիտա ենք ոնց որ վերցնում, եկեք բոլորը վերցնենք, պետք կգա մեզ։ Այս հասկացա շատ լավ բան է, մի անգամից կարանք պատվիրենք, պահում ենք ձեթերի վրա 12 ящикով է գալիս, ինչքան գումարը մեր վրա նստելու եւ 5 ящикով ենք բերելու։ Այս կառուպկեն է սխալ հասկացել, այն ժամանակ օրինակ քիչ տարողությամբ ենք կարողանում վերցնել, իսկ հիմա շատ, հիմա տեսնենք ինչքան կարող է տեղավորվել։ Արա 2 ящик չեմ հասկանում։ Ժողովուրդ դաշե 2.5 անգամ ավել բան կարող ենք արդեն վերցնել, այդ շատ լավ է, ուղղակի արագ կարող ենք տեղավորել պորկաներում եւ վերցնել։ Դե իսկ բիտան էլ արդեն հասկացանք, խանութում կարող են լինել գողություններ եւ այլ տիպի բաներ, դրա համար մի հատ խփում ենք։ Կասայի դիրքը տեղափոխեցի, որ հաջորդ կասան բերեմ եւ երկուսով միասին աշխատենք։ Երկու տեսակի կասա ունենք, ինձ թվում է մերը կասովի ապարատն է, այս անգամ զակասեմ տարի զերկվի է կասան։ Տեսնենք այդ ինչ է իրանից ներկայացնում։ Եվ երկրորդ կասան նույնպես տեղավորությունը շատ սիրուն է, պրոստը բոմբություն։ Իսկ եթե դու նոր ես տեսնում այս խաղը եւ քեզ հետաքրքիր է դե ինչպես ենք ասա այսքան բանի, մտնում ես իմ ալիք playlist բաժին, այնուհետև ընտրում ես խաղը եւ նայում ես առաջի սերիայից սկսած, որպեսզի հետաքրքիր լինի։ Իսկ հիմա բացում ենք մեր խանութը եւ սպասում ենք մեր կլիենտներին։ Եթե չեմ սխալվում, աշխատողները ուժեղանում է 2-րդ, 3-րդ եւ 4-րդ լեվելի գումար աշխատենք եւ ուժեղացնելու ենք մեր աշխատողին, որ ավելի արագ իր գործը անի։ Այն է, այս կողով լավ էլ կանում են ժողովուրդը մտնեն ելնեն, պրոստը այս սրանք է խանգարում, բայց միջով կարողանում են անցնել։ Այն է, 2 տեղով աշխատում ենք ժողովուրդ ջան։ Քարտեր տվեք 26.51 $։ Այսը պրոստը հակառակը միշտ նրա վրա է սովորել, այս անգամ է սրա վրա կսովորենք։ Քարտով քուրիկ ջան 18.75 գնաց։ Cash 4.84, էսի 4, էսի 80, էս էլ 4, հաջորդը։ Նայք այմի կայֆոտ առևտուր է գնում, պրոստը ես չեմ կարողանա տեղավորել ապրանքները, ճիշտ կարողանամ կօգնեմ։ Այնքեշ դանդաղ անում, ես հաստատ սես դանդաղ չեմ անում, ժողովուրդ ջան։ Նայք, ճոկիկ, քարտով 16.97 Ինձ մի բան է շատ հետաքրքիր ժողովուրդ ջան, եթե մենք սխալում ենք իրան շատ գումար ենք տալիս, ինքը թողնում հեռանում է, իսկ եթե փորձենք քիչ գումար տանք, այսինքն իրան խաբենք, ինքը ինչ կանի, այս անգամ եկեք փորձենք հետաքրքրության համար։ Պաստաներն արդեն վերևի արկը վերջացավ, մի հատ արագի մեջ լցնենք։ Աշխատում է ժողովուրդ ջան, կարակ գաք ստեղ եք երթի տակ կանգնել, չեմ հասկանում։ Արա երևի փակեցի կասան, դրա համար գնացին տեղ, թե չէ ֆռալու էին իմ մոտ գային։ Այս անգամ ուրիշ բան մտածեցի ժողովուրդ ջան, այս անգամ քեշով փորձենք խաբենք, տեսնենք կարանք թե ոչ։ 2.15 է տվել, մենք վերադարձնենք 1.15։ Աշխատեց ժողովուրդ ջան, կարողացանք խաբենք։ Քարտով 24.40 Մի հատ լուսը միացնեմ, всё միացած է։ Բայց դե ժողովուրդ ջան, մենք այնքան գումար ենք ստանում, որ չարժի խաբել մեր հաճախորդներին, որպեսզի նրանք չբողոքեն մեր դեմ։ Քարտով 19.36
Արա ես իշքան բան ա գնում ես տատին, արա ես ինչ ա անում, 43 ու 57, նորից քարտով 20 ու 44, նայք արդեն սրբին խանութ է ժողովուրդ, մի րոպե աչքս թարթում եմ, արդեն ոչ մի բան չկա խանութում, ես ինչ ա կատարվում պրոստը, արա ընդհանրապես վերջացել ա արա, սարագի մեջ բերենք լցենք լիքը ունենք, արա պատվիրել եմ, Էս սարը խանութում դրած ա, տեսնում եք դուք վերցրեք, արա, եք ասում չկա, Էնա արդեն գիշերվա ժամը ինքը մենակով կարողանում ա սպասարկի, աղն ա վերջացել, մի հատ աղը զապրավկում ենք, ջուրախ, քարտով 12.9, արա նորից մարդիկ ավ իմ մոտ գնացեք ընդեղ էլի, քարտով 13.62, արա ես սաղ սառնարանի մեջը վերջացել ա, ես իշ վիճակ ա պրոստը, Այն ժողովրդան ամբողջը զապրավկեցին ընդհանուր ունեցանք $1060 պլյուս և անցնենք հաջորդ օրվան, Վերջ ժողովրդան ամբողջը տեղավորեցին նորից վոլկաներում, այսօրվա համար բերեցինք նոր աշխատող, գնեցինք նոր կասա, Իսկ եթե ձեզ խաղը հետաքրքիր ա թե ոնց ենք մեծանալու դառնանք մեծ սուպերմարկետ, անպայման լայքերը դնում եք, բաժանորդը գրում եք ալիքին և միացնում եք զանգակը։